Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ այսօր հերթական բողոքի ակցիայի մասնակիցներն Արծվաշեն գյուղի նախկին բնակիչներն են։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին տեղահանված արծվաշենցիների խոսքերով ճամբարակ տեղափոխվելուց հետո մինչ օրս իրենք ապրում են թափառաշրջիկի կյանքով։ Այս բոլորս պահանջատ են, այսինքն գյուղ են փորձրել, դատի պապի աշխատանք են փորձրել։ Այսօր 20-րդ տարին մենք այստեղ ենք, Կարմիրի շրջենտրոնի ժամանակ ոչ, էլի մի ճամբարակ։ Մեր հերթավարությունը ճալիս է խոստումներ տալիս։ Այս գործը հունի մեջ պիտի մտնի այն ժամանակ, երբ մի 2-3 տուն նստի ընտանիքով պատվալային հարկը դառնան կոնտրոլեն, ու մեր հարցի մասին մտածեն։ Տրամադրել գումարը հասարակային գոտի է։ Մարդիկ շատ դժվար են ապրում, աշխատանք չունեն, հալասություն չեն կարող պահել, գոմերը փլված, հանդապատը փլված։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին հերոսաբար պայքարած արծվաշենցիներն այսօր կարոտով են հիշում թշնամուն գերի մնացած հայրենի գյուղը։ Փախստական դարձած արծվաշենցիները 20 տարի շարունակ ապրում են ճամբարակ քաղաքի վթարային շենքերի նկուղներում ու փայտաշեն կառույցներում, զրկված կենցաղային տարրական պայմաններից։ Իմ երեխան ում համար է պոստի կաղնում։ Ում համար։ Իրեքա թորը բանակն շատ պոստի կաղնած, բայց ում է պաշտպանում նա, ինչի համար է պաշտպանում։ Քիչ ուշակցիայի մասնակիցներին միացավ Արծվաշենի համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը։ Կառավարությունը ծրագիր արել, որ 472 տուն կառուցի 12-13-14 թվականներին։ Բայց ժողովուրդը համաձայն չի, որոշել են, որպեսզի այդ գումարը ինչ որ հատկացնում են, հավասարաչափ բոլոր ընտանիքներին։ Հիմա տարածքային կառավարման նախարարը ժամը 2:30 ժողովրդի 4 հոգի ներկայացուցիչ կընդունի, եւ այնտեղ կպարզաբանել, թե ժողովրդի պահանջը ինչպես են։ Կոնկրետ պատասխան չստանալու դեպքում ցուցարարները պատրաստվում են դիմել օտար երկրա դեսպանատների օգնությանը, խնդրելով ապաստան։ Եթե մեզ ինչ որ բանով աջակցեն, ուրեմն կմնանք ռայոնում։ Պոստերում հիմա լրիվ մեր արծվաշենցիներն են, եթե ոչ մի բանով չաջակցեն, լրիվ կթողնեն ուտիշ։ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ էին նաև Վարդենիսկ քաղաքի Դարանակ գյուղի բնակիչները։ Նրանց խոսքերով իրենց ընտրած գյուղապետի փոխարեն այսօր գյուղապետ է աշխատում մեկ ուրիշը եւ իրենք եկել են պաշտպանելու իրենց տեխնացուի շահերը։ Ընտրություններին անցել եմ, ինքը բողոքել է Սևան հանձնաժողովում բացել են էլի քրեատիվները 5 ձենով ավել անցածել է ես։ Տարանը որոշեց վերիչի գույների տարբերություն, որոշումը Սևանը տվել է, որոշումը անցած է, ինքն է գյուղապետը։ Եթե պետք է դատարանը գյուղապետ նշանակի, դենք ընտրություն անում։ Թողեք դատարանը նշանակի համայնքի ղեկավար ու էլ ընտրություն չանի։ Լուսինե Խաչատրյան, IPV։